Բաքուն թույլ չի տվել Ավրորա մրցանակի դափնեկիր պակիստանցի իրավապաշտպան Սաիդա Ղուլամ Ֆաթիմային մասնակցել ապօրինաբար գերության մեջ պահվող Ռուբեն Վարդանյանի դատավարությանը։ Իրավապաշտպանը գնացել է Ադրբեջան, սակայն այնտեղ նրան հայտնել են, որ դատերին ներկա գտնվել չի կարող։ Արգելքը չեն հիմնավորել, թեև պնդում են, թե դատավարությունը դեռ բաց է։ Հայ իրավապաշտպանները առանձնապես զարմացած չեն, այս կեղծ դատավարությունները սկսելու պահից միջազգային բոլոր նորմերը հերթով կարգով խախտել է Բաքուն ու չի պատժվել, չի արժանացել միջազգային համարժեք գնահատականի։ Եթե իմանար, որ վտանգ կա, իհարկե չէր հանդգնի փակել դատարանի դռները։ Հայկական կողմը չկարողացավ այդ խնդիրը այնքան մակարդակի բարձրացնել, որ գոնե միջազգային հանրության adekvat պատասխանին արժանանա։ Հիմա այդ ամեն ինչից ոգևորված իր ներպետական ընթացակարգերում ինչ ուզում են տեսել անում է։ Եվ միջազգային որևէ մարմին, որ ուզում է ուղղակիորեն կամ անուղղակիորեն տեղեկատվություն ստանա ընթացող գործընթացներից, նա հեշտությամբ այդ թեման փակում է, ասում ասա ներպետական իրավունքի գործունեության ոլորտ է։ Ինչու է Ալիևը վախենում առանձնապես օտար աչքերի ներկայությունից։ Մասնագետն ասում է, օբյեկտիվ ցանկացած դիտորդ, նույնիսկ ոչ իրավաբան, միանգամից կարձանագրի մեղադրանքների ծայրահեղ անհետեցությունը։ Որևէ մեկը, ով որ անգամ ուզենա, այսպես ասած, մի փոքր օբյեկտիվություն դրսևորի, միանգամից տեսնելու է, լսելու է դատավարության կեղծ լինելը։ Եվ դրա համար այդ ամեն ինչից խուսափելու նպատակով Ադրբեջանը ամեն կերպ խանգարում է, որ որևէ օբյեկտիվ աչք ներկա լինի այդ դատավարություններին։ Ինքն էլ մամուլի հաղորդագրություններով տալիս է դատավարության միայն այն հատվածները, որ իրեն ձեռք է տալիս։ Բայց անգամ այս կառավարական կաբինետով անցած լուրերում է աբսուրդն ակնհայտ, ասում է իրավաբանը։ Ըստ Սիմոնյանի օրինակները շատ են, երբ անձը մեղադրվում է օրինակ Արցախում ինչ-որ գործողության մեջ, բայց այդ տարիներին Արցախում ընդհանրապես չի եղել։ Կարճ ասած, ադրբեջանցիների մտքի թռիչքը գագաթնակետին է հասել հայերի հասցեին մեղադրանքներ գրելիս։ Ի վերջո այն, ինչ կատարվում է Բաքվի զինվորական դատարանում, ուղղված չէ միայն այնտեղ գտնվող հայերին։ Այս ամենը նախ քարոզչական նշանակություն ունի, հետո արդեն իրավաքաղաքական։ Մեղադրանքի, այսպես ասած, թելը տանում են այն ուղղությամբ, որ քանի որ Արցախի հանրապետությունը ըստ իրենց ապօրինի կազմակերպություն է եղել, հանցավոր կազմակերպություն է եղել, ինքը սուբյեկտ չի միջազգային իրավունքի, սուբյեկտը Հայաստանի Հանրապետությունն է, ով որ ֆինանսավորել է Արցախի հանրապետությանը եւ հետեւաբար այն բոլոր գործողությունների համար, որ մեղադրվում են այս մարդիկ, հետագայում պետք է այդ մեղադրանքները տարածել նաեւ Հայաստանի Հանրապետության նկատմամբ, առաջացնելով պատասխանատվության հարցեր։ Լավ են մտածել ու մշակել, հեռուն են գնում Ալիևի պլանները, վերջին դատերի մասին հրապարակումներում արդեն տեսանյութեր են Արցախից, տարբեր դերակատարներ, պատմական տարբեր ժամանակներ են, դրանք Ալիևյան արդարադատությունը մեկնաբանում է իրեն հարմար ադրբեջանական տարբերակով, արդյունքում թիրախավորում է հայ ժողովրդին ու նաև Հայաստանի Հանրապետությունը։ Տիգրան Ուրգենյան, ժամը լրատվական։